Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Եվ այո, մեզ հրամցնում այս ամբողջի խորապատկերի վրա, մեզ հրամցնում են խաղաղության պայմանագիր կնքելու ճակերտավոր ասած այս արավիրքը, այո արավիրքը։ Եվ ուրիշ բան ասեմ։ Այդ հայտարարությանը, այս ստախոսների իշխանության հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրի կետերը ամբողջացրել ենք, համաձայնեցրել ենք եւ այլ, անմիջապես հաջորդում է թշնամի պետության ղեկավարի Ալիևի հայտարարություն, որ զրոյական վստահություն ունենք ձեր նկատմամբ, վերստին ստորացնելով, վերստին նվաստացնելով։ Եվ դեռ շարունակաբար տարբեր հայցերի մասին է խոսվում 11 միլիարդ հասցրած վնասների մասին եւ այլն, այդ հատուցման մասին, այսինքն շարունակաբար պահանջներով ստորացնելով եւ նաեւ հասցնելով այնպիսի աստիճանի, որ որևէ արժեք, լումայի արժեք անգամ չունեք ոչ միայն մեր թշնամիների աչքի առջև, այլ ես վստահաբար ասում եմ միջազգային որևէ ատյանում, որևէ գործընկերոջ մոտ։ Եվ ինչ է սա նշանակում։ Ես մի տեսակ նաեւ մտածում եմ, որ ներքին համաձայնություն գոյություն ունի, ասելով, որ մենք կհայտարարենք այս մասին, դուք էլ կասեք, որ ոչ, մենք համաձայն չենք, եւ միգուցե պայմանավորված, ես պարզապես ենթադրում եմ սա, միգուցե պայմանավորված պատերազմի գնալով, հասկանալով հանդերձ, որ այդ Միչանսկի հարցը խնդիրը, Սյունիքի հարցը խնդիրը, Եվրադատարանների հարցը խնդիրը, սահմանադրության փոփոխության մասին, որ ակնարկել են խնդիրը, եւ ցասում ընդվզում առաջացնելու նաեւ որոշակի իմաստով արդար ընդվզում առաջացնելու պատճառ կարող է հանդիսանալ, ուրեմն մենք այսպես իմիջի այլոց կխոսենք, ասենք, որ եղել է, դուք էլ ասեք, որ ոչ, համաձայն չենք կամ վստահություն չունենք եւ ապա պայմանավորված պատերազմը այդ բոլորը կհանձնվի ձեզ, մենք էլ կասենք, որ ժողովուրդ, դե որ չեք համաձայնվում, մենք չենք համաձայնվում, ընդվզում եք եւ այլն, ահավասիկ պատերազմ եկավ ձեզ, մեր ժողովրդին էլ անընդհատ վախեցնելով պատերազմով, բայց ուզում եմ ասել, պատերազմի հրձիքը դու ես, պատերազմը դու ես բերել, շարունակում ես բերել, շարունակում ես սպառնալիք դարձնել պատերազմը, վախեցնել դրանով, որպեսզի մեկ բան ապահովես, քո իշխանությունը, չարիքի իշխանությունը եւ քո փողի պաշտամունքը, քո ամբողջ ընտանիքով եւ շրջապատովդ հանդերձ։